Մեծ առումով անդիմությունը, գաղափարական անդիմությունը լրիվ ուրիշ բան է եւ այստեղ ես չեմ տեսնում գաղափարական պայքար, այստեղ տեսնում եմ ռևանշիստական ուժեր, որոնք փորձում են նաեւ սեփական կարողությունները փրկել եւ այնպես անել, որպեսզի նորից չհայտնվեն բանտերում, այսինքն սա ըստ էության անձնական մոտիվացիայով ձևավորված քաղաքական խմբակներ են, որոնք փորձում են կրկին գալ իշխանության։ Սա է այս ամբողջ գործընթացը եւ ճիշտ նշեցիք, որ իրենց պայքարը մշտապես սեզոնային է եւ երևի, չգիտեմ, օրինակ ամռանը +40-ից բարձր իրենք արդեն հայտարարում են, որ շոկը չեն կարող էլ ժողովրդին կամ հայրենիքը փրկել, գնանք ծովափնյա հանգստավայրեր, հանգստանանք, հետ վերադառնանք, հետո աշնան-զով եղանակին սկսենք փրկել։ Հիմա այնպես է ստացվել, որ այս աշնանից արդեն մի քանի ամիս է մեզ բաժանելու 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններին եւ կարծում եմ արդեն աշնանից մենք շատ ավելի ակտիվ պայքար եւ վերադասավորումներ կտեսնենք քաղաքական դաշտում ոչ միայն այդ թևում, այլ նաեւ իշխանական եւ ոչ իշխանական այլ թևերում, որոնք փորձեն ընդառաջ 26 թվականին վերադասավորվել եւ արդեն ակտիվորեն ներգրավել ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավին։